Բարեկո Տիկին Աբրամյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, շատ ուրախ եմ հյուրընկալվելու ձեր տաղավարին։ Ես ուզում եմ մեր հարցազրույցը սկսենք ամենակարևոր կետից։ Մարդ, որը ապրելով Հայաստանում, ծնվելով Արցախում, սովորելով եւ իր կենսագործունեությունը ծավալելով Հայաստանում, հայտնվում է եվրոպական զարգացած երկրում, Չեխիայում, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բնակություն է հաստատում եւ սկսում է ստեղծագործել։ Ստեղծագործում է այնպես, որ օրեր անց նրա գրքի եւս որերորդ գրքի, երրորդ գրքի շնորհանդեսն է լինելու։ Այդ թեմայով ենք խոսելու, թույլ տվեք անցնել շատ սիրելի Գեղանուշ, անվանը, Գեղանուշ ջան, իսկապես շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեզ մոտ եւ նորաթուխ բանաստեղծուհի, որը խոսում է հայրենիքի մասին, խոսում է հայրենիքի սիրո մասին եւ ինչ կապված է հայրենիքի հետ։ Ինչպես սկսվեց եւ ինչպես որոշեցիք այստեղ ստեղծագործելուց անց անցնել պրոֆեսիոնալ հարթակի արդեն եվրոպական երկրում։ Խնդրեմ։ Շատ բարի, իդեպ եթե կարելի է նորաթուխ բառին ինչ որ չափով համամիջ եմ, որովհետեւ առաջին գիրքս տպագրվել է 20-23 տարի առաջ։ Նորաթուխ նկատի ունեմ պրոֆեսիոնալ հարթակում, որտեղ արդեն ճանաչում են ձեզ որպես բանաստեղծուհի, առաջին քայլն արած, բավականին լուրջ քայլ արած։ Շնորհակալ եմ, այո, իհարկե եղել են դադարի պահեր, բայց ավելի բուռն սկսել եմ ստեղծագործել արդեն տարիներ առաջ Եվրոպայում, ինչ ասեմ, Ինչպես ստացվեց, որ հենց Եվրոպայում սկսվեց, հայրենիքի հանդեպ կարոտներ, ինչն էր, այ մի փոքր մանրամասն։ Իհարկե հայրենիքի հանդեպ կարոտը ավելի հեռվում հայրենիքից հեռու, ավելի այսպես ասած բորբոքվում, ամեն մի եւ ունեմ մի բանաստեղծություն, որ լավաշ բառից էլ շիկնում ես, հայերեն ինչ որ տառից շիկնում ես, օրինակ եթե լինում եմ շրջայցով ինչ որ տեղեր եվրոպական մեկ ուրիշ երկրներում եւ հայերենով ինչ որ բան եմ տեսնում, ապշում եմ եւ սիրտս թրթռում է մեկ ուրիշ ջերմությամբ, ինչը Պրահայում ավելի քիչ է հնարավոր հանդիպել, իդեպ որտեղ համայնքների տարբերությունը այնուամենայնիվ մեծ է եւ կա, ընդհանրապես եթե սիրտը բաբախում է հայրենիքով նաեւ, բնականաբար մեր օրերում չկան արգելքներ, ստեղծագործելու, դու ես քո համակարգիչը, դու երկինքը եւ օրհնությունը, ինչ ասեմ, այնպես որ Սիրելի Գեղանուշ, եկել եմ քնարովս, ժողովածուն է լույս տեսնում, ամսի 21-ին շնորհանդեսն է, իդեպ արգելի երթայտողներ կարող է գնալ, մասնակցել հայ հանրությունը, ընթերցասեր հանրությունը կարող է ազատ է, ես գիտեմ մուտքը, ինքս նույնպես հրավիրված եմ սիրով ներկան լինելու, այ մի փոքր ժողովածուի մասին եկեք խոսենք, ինչպես ծնվեց գաղափարը եւ ինչի մասին է։ Շատ բարի, ժողովածուն կազմված է 10 գլուխներից իդեպ եւ կան եւ հոգեվոր եւ հայրենական եւ ծնողական եւ կա սրտամանից, կա սրտի եղանակ, տարբեր մարդկային հարաբերությունների մասին շատ, բոլորը իհարկե կենսափորձից ծնունդ առած ստեղծագործություններ են։ Ինքո սեփական պրիզմայով անցրած բաներ, ոչ թե ինչ որ գեղեցիկ, որտեղ տեսնում եմ, որ մարդիկ կան գեղեցիկ երևալու համար, հնչելու համար բաներ են գրում ու հոգին արհեստացին է։ Իմ բոլոր ստեղծագործությունները իմ զավակներն են, օրվա ծնունդները, օրվա հարաբերություններից ծնված ստեղծագործություններ, դրա համար այն անվանվել է եկել եմ քնարովս, այսինքն իմ սրտի երգերով։ Քնարը կարող է մի օր ուրախ հնչել, մի օր տխուր, մի օր ինչևէ բավարարված, այ իմ ամբողջ պարունակությամբ այդ օրը ամսի 21-ին կներկայանամ իմ հանրությանը եւ գիտեմ նաեւ որ շատ անգամ անծանոթ ուղակի ընթերցասերներ, որոնք անգամ անգիր գիտեմ իմ ստեղծագործություններից, որտեղ եւ տարվա ընթացքում կապի մեջ են լինում, այդ օրը ներկայանալու են, հանդիպելու ենք միասին։ Սիրելի Գեղանուշ, հետաքրքիր մի հարց եմ ուզում հնչեցնել, տեսեք, սովորաբար հայ ընթերցողը, հայ հանդիսատեսը, հայը Հայաստանում շատ դժվար է ընկալում եւ դժվար է ծափահարում, դժվար է ընդունում։ Ու այսպես է ստացվում, որ մեր բոլոր արտիստները, մեր այն մարդիկ, որոնք մեր երկրում քիչ թե շատ հայտնի են եղել, դրսում շատ ավելի լայն հայտնիություն են ձեռք բերում։ Ձեր դեպքում ինչպես եղավ։ Այստեղ եւ այնտեղ այդ զուգահեռներն եմ ուզում անցկացնել եւ ինչպիսին է այժմյան քո ընթերցասերը։ Պահանջկոտ է, ինչպիսին է այն։ Կարծում եմ եւ նաեւ պահանջկոտ է եւ դա նաեւ երևում է անձնական նամակագրությունների արդյունքում, օրինակ եթե ինչ որ բան մի փոքրև ընդունենք տխուր նոտայով լինի, անմիջապես կասեն ինչ որ բան այնպես չէ եւ այլն։ Այսինքն ընթերցողի հետ կապը կա։ Անպայման, առանձին նամակագրություններով ավելի շատ, քան բացահայտ հանրային, այսպես ասած, մեկնաբանություններում։
Գիտեք, արդեն այս առցանց հարաբերությունները ավելի օգնում են քեզ այսպես ասած առավել հանրային լինելու համար, որովհետև առանց արգելքների ես դու գործում եւ արդեն հանրությունը ինքն է գնահատում ինչպիսին ես դու հետևեն քեզ սիրեն քեզ իրենց հավանությունը իրենք են։ Բայց այդուհանդերձ այդ օրինաչափությունը շատ հետաքրքիր է ու ինչ որտեղ նաեւ զարմանալի, որ այստեղ դու այդ ամենը անում ես, ավելի քիչ ծափահարություններ ես ականատեսինում, իսկ երբ որ հայտնվում ես եվրոպական երկրում կամ Միացյալ Նահանգներում կամ այլ երկրում, այնտեղ ծափահարում են, հետո ստիպում են, որ գալ ու այստեղ ավելի շատ են ծափահարում։ Փոխաբերական իմաստով ծափել, հա, ընկալել է։ Ինչով եք պայմանավորում այդ մշակույթը։ Գուցե սփյուռքահայ լինելու հանգամանքը չգիտեմ, ինչ որ դեր խաղում է, բայց այնուամենայնիվ ասեցիք նաև Միացյալ Նահանգներում էլ է, երբ առաջին եւ վերջին անգամ պիտի հայտնվեի այդ մրցանակաբաշխությանը մի եւ անկեղծ ինձ նախապես ասել էին, որ այսպես ասած խստաբարող, խստապահանջ եւ այլն եւ նման ացականներով լեցուն մի միջավայրում ես հայտնվելու եւ ես գնացի ներկայացա առաջին անգամ մեծ իդեպ լսարանի առաջ եւ վերադարձից հետո արդեն օրինակ ինձ տվեցին ամենաառաջին մրցանակը։ Կապ չունի, դու ինքդ պիտի ներկայանաս եւ իրոք ինքդ պիտի վաստակես քո գնահատականը։ Շատ լավ, Գեղանուս, նաեւ ես գիտեմ, որ դու հենց նույն Պրահայում, հենց նույն Չեխիայում շատ լուրջ հայապահպանությամբ ես զբաղվում, հայկական օրակարգն ես նաեւ համակարգում տեղյակ ես ամեն ինչից, այ ինչպիսին է այնտեղ հայ համայնքը, ինչ խնդիրներ կան, ինչով ես դու փորձում նեցուկ լինել այդ ամենին։ Շատ բարի, հնարավորինս փորձում ենք խթանել հայապահպանությանը, գոնե կարևոր միջոցառումներին, ընդունենք ապրիլ 24-ը, որ չմոռանան եւ մեր սերունդները եւ լավատեղյակ լինեն, թե ինչ օր է դա, կազմակերպում ենք միջոցառումներ, բարեբախտաբար կա նաեւ հայկական դպրոցը եւ մայրս էլ հայկական դպրոցում ուսուցչու է, հիմա էլ դաս է տալիս շաբաթօրյա դպրոցում, օգնում ենք նաեւ միջոցառումներին եւ այլն, ամեն կերպ փորձում ենք եւ անում ենք նաև կա միջոցառումներ անկախության օրերին, այսինքն տոնական օրերին գոնե կազմակերպում ենք երգի, պարի, ասմունքի, մեր պոեզիայով հագեցած։ Իսկ ինչքանով է ստացվում հայապահպանությունը պահպանել, այսինքն նոր սերունդը, հենց դուք ձեր բալիկները, դուք ունեք 3 բալիկներ, Աստված օրհնի նրանց, եւ նրանց հետ ինչպես է կարողանում այնպես վարվել, որ մնան հայ։ Իրենց հայկական էությունը, էթնոսը, տեսակը չկորցնեն, որտեղ զարգացած եվրոպական երկրում, որտեղ դու հաճախում ես դպրոց, պարտես, հասարակության հետ ես շփվում, այո, չեխական հասարակության մեջ դժվար չի հայ մնալը։ Բավական դժվար է ասեմ, եւ մեծ բան է կախված հենց մորից։ Հորից ծնողներից նույնպես, որովհետև ավելի մորից ավելի շատ ոչ ոք չի խոսում, եթե դու առաջնահերթությունը տալիս ես պահպանել քո մայրենին եւ հաղորդակցում ես մայրենիով եւ ոչ թե օրինակ զարկ ես տալիս, մենք ապրում ենք Չեխիայում, Պրահայում, մեր հաճախում ես չեխական դպրոց, առաջինը զարկ չենք տալիս չեխերենին, բայց միաժամանակ նաեւ չենք անտեսում եւ չենք ուզում դժվար է համակարգել երկուսը մեկտեղում։ Կարծում եմ այդքան էլ չէ, նորից եմ ասում առաջնահերթության խնդիրը, եթե դու երեխան աչքը բացել է եւ լսել է մայրենի լեզուն, բոլորովին դժվար չէ։ Առաջին տեղում պահում ենք հայերենը, որպեսզի եւ ոչ միայն խոսել, նաեւ գրել, որովհետեւ դա շատ լուրջ խնդիր է, շատերը բադ են խոսում, ուր մնաց գրել, շատերը չեն կարողանում գրել։ Ծնողի ընտանիքի դերը շատ մեծ է, որովհետև ծնողներից է սկսվում հայապահպանությունը, նոր իհարկե հայկական դպրոցները արդեն 2 ունենք Պրահայում, 2 շաբաթօրյա հայկական դպրոց։ Շատ լավ, Գեղանուս ջան, նաև կցանկանայի հենց ձեզանից, ձեր շուրթերից լսել, ինչ խնդրի առջև է կանգնում հայը, որը գտնվում է Եվրոպական միությունում եւ փորձում է ստեղծագործել։ Այ ինչն է այնտեղ դժվարացնում կամ ինչն է այնտեղ գուցե հեշտացնում։ Այդ մասով մի փոքր ձեր փորձից կցանկանայի խոսեք։ Կարծում եմ առանձնապես խնդիրներ չկան, հիմա ինչպես ասացի համակարգչի միջոցով ամեն ինչ արվում է, երևի թե միակ արդեն խնդիրը դա ֆինանսականն է լինում, եթե ասենք ստեղծագործողը բախվում է, որովհետև գիտեմ շատ մարդկանց իմ մտերիմների, ովքեր ունեն հատորներով գրքեր, բայց տպագրվելու հնարավորություն չեն ունենում։ Սա է, այսինքն ազգամիջյան որևէ բախում, որևէ բան, որևէ պետությունը չի խանգարում։ Դրանով չեմ կարող ասել, ոչ, սա մարդու ազատ երկրում ենք ապրում բոլորովին։
արհեստական բարդություններ չստեղծենք եւ չասենք։ Ոչ։ Միայն գիտեմ ֆինանսական, ուրիշ ոչինչ։ Շատ լավ, նաև կցանկանայի խոսեինք ձեր մյուս գործընկերների մասին, որոնք արդեն ձեր գրչակից ընկերների մասին։ Այդ դուք որպես բանաստեղծուհի, ինչպես է գնահատում նրանց աշխատանքը։ Կա արդյոք գործակցություն, արդյոք միասին ինչ որ ստեղծագործություն, հա, ինչ որ բան եք գրել եւ քննարկում եք, առողջ մթնոլորտում, ինչպես է ընկալում դա։ Ճիշտ ասած, որոշ կազմակերպությունների անդամ եմ այստեղ, որտեղ իրենք բավական հաճախ կազմակերպում են գիտաժողովներ, քննարկումներ եւ այլն, այդ առումով իմ հերու լինելը խանգարում է, որ անձամ ինքս էլ լինեմ, մասնակցեմ, որտեղ մի բան է ինչ որ կտորներ տեսնել, հասկանալ, ընդհանուր տպավորություն կազմել, թե ինչպես անցավ, մի ուրիշ բան է ներկա լինել եւ այլն։ Իսկ ընդհանուր կան գրքեր, որտեղ համահեղինակ եմ եւ բնականաբար ամեն մեկը իր գույնն է բերել այդ գրքի մեջ եւ ձևավորել ինչ որ մի գունապանակ։ Որոշներին իհարկե կարող ես առանձնացնել, որոշներին ուղղակի իմանել։ Այո, իհարկե։ Եվ փորձենք ամփոփել Գերանուշ ջան, ամսի 21-ին հայ ընթերցասերը ինչ ակնկալիքով պետք է գա ձեզ մոտ, հա, ձեր վերքի շնորհանդեսի ներկա լինելու, ձեր ուղերձը, ձեր մեսիջը, խնդրեմ։ Ուրեմն այս անգամ համահայկական գրողների միությունը իդեմս պարոն Ավգարափինյանի ինքն է կազմակերպում միջոցառումը։ Ես կարծում եմ, որ հանդիսատեսը պիտի գա եւ մոտիկից եւ անձամբ ծանոթանա ինձ հետ, իմ ստեղծագործություններին, լսի կարծիքներ նաեւ տարբեր գրողների, ինձ ծանոթ մարդկանց եւ անգամ անծանոթ մարդկանց կողմից, ուղղակի ծանոթանա ինձ այնպես ինչպես որ եմ։ Եվ երևի ավելին ասել պետք չէ։ Չբացենք մյուս գաղտնիքները, ամսի 21-ին անակնկալները այն է։ Մեծ սիրով սպասում եմ ձեզ բոլորից սիրելի ընթերցողներ։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շնորհակալություն հրավերի եւ հարցազրույցի համար։